Հոկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ։ Այցի շրջանակում իրականացվել է այց ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։ Ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը եւ իրավունքների ապահովման վիճակը։ Ազատությունից զրկված անձանց հետ կայացել են առանձնազրույցներ, որոնց բովանդակությունը խորհրդապահական է եւ հրապարակման ենթակա չէ։ Աշխատանքային այցի ընթացքում Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի հետ։ Կարգալույծ եղած հոգևորականը որևէ արարողություն իրականացնելու իրավունք չունի, այս մասին ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը, անդրադառնալով Հովանավանքի կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամ Ասատրյանի հայտարարությանը։ Նա լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ շարունակելու է իր ծառայությունն ու կիրակի օրը պատարագ է մատուցելու։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել էր, որ մասնակցելու է կիրակի օրը Հովանավանքում կայանալիք պատարագին։ Ադրբեջանում անցկացվում են աննկուն գործընկերություն 2025 հատուկ նշանակության զորքերի համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումները եւ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական գվարդիայի հատուկ գործողությունների հրամանատարությունը։ Հաղորդվում է, որ իր ելույթում գեներալ-մայոր Ալեքբեր Ջահանգիրովը նշել է, զորավարժությունների հիմնական նպատակն է ընդլայնել երկու երկրների հատուկ նշանակության ուժերի անձնակազմի համագործակցությունը, կատարելագործել գործնական հմտությունները, փորձի փոխանակումը եւ զարգացնել զինծառայողների պրոֆեսիոնալիզմը։ Նշվում է, որ աննկուն գործընկերություն 2025 հատուկ նշանակության ուժերի համատեղ վարժանքների ընթացքում, որում ներգրաված են զրահատեխնիկա, բանակային ավիացիա եւ անօդաչու թռչող սարքեր, ստորաբաժանումները կկատարեն մարտական պատրաստության առաջադրանքներ, ներառյալ կրակային պատրաստություն, օդադեսանտային փորձակում, դիպուկահարային գործողություններ, թշնամու թիրախների վնասազերծում եւ բնակեցված տարածքը թշնամու ուժերից մաքրում։ Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում քաղաքացիներին մատուցելով եւ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության եւ հաշմառման քննարկման բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն հոկտեմբերի 23-ին ծառայություններ կմատուցվեն ժամը 10:00-ից մինչև 16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-ից մինչև 16:00 Արմավիրի մարզի Արագած համայնքում համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական տեղեկանքներ, իսկ տեղահանված անձին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Հոկտեմբերի 23-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Նորհաճն եւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում հոկտեմբերի 16-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։ 102 տարեկանում կյանքից հեռացել է Շարլ Ազնավուրի քույրը Այդա Ազնավուր Կարվարենցը։ Այս մասին տեղեկանում ենք Ազնավուրի հիմնադրամի տարածած հաղորդագրությունից։ Այդա Ազնավուր Կարվարենցը կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը Մոնֆոր Լամորիում իր ընտանիքի անդամների եւ ամուսնու կողքին։ Հայաստանը մանկական Եվրատեսիլ 2025 երգիմրցույթում կներկայացնի Ալբերտը։ Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարված մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել։ Տեղի եւ միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույն է ճանաչվել 12-ամյա Ալբերտը։ Ալբերտը երգի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է 6 տարեկանում։ 2018-ից նա հետևում է Եվրատեսիլին որպես հավատարիմ երկրպագու, իսկ վերջին 3 տարիներին նա եռանդով փորձում է իրականություն դարձնել իր երազանքը մասնակցել մանկական Եվրատեսիլին։ Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը եւ տեսահոլովակը կհրապարակվեն շուտով։ Մանկական Եվրատեսիլ 2025 երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, դեկտեմբերի 13-ին միավորված երաժշտությամբ կարգախոսի ներքո։